Բարի երեկո սիրելի հետևորդներ, հույսով եմ լավ եք։ Նախ ցանկանում եմ բոլոր իմ հետևորդներին անսահման շնորհակալություն հայտնեմ առաջին հերթին ինձ հետևելու եւ իրենց աջակցությունը հայտնելու ՀՀ կառավարությանը եւ այսօր պետք է անդրադառնամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցին։ Ուրեմն սկսեմ այնտեղից, որ մինչ վարչապետի Ռուսաստան այցը ինչ է տեղի ունեցել։ Ես այսօր փորձեցի կապի դուրս գալ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող իմ այն ընկերների հետ, ովքեր պարբերաբար փորձել են ինձ օգնել տարբեր տեսակի ինֆորմացիաներով կապված եզրասի հետ եւ շատ հետաքրքիր ուրեմն մի ինֆորմացիա ստացա։ Ուրեմն մի քանի օր առաջ, ծաղկազարդի օրը, ծաղկազարդից մեկ օր առաջ, իրեն, չգիտեմ, այդ մարդը իրան գող է համարում, խուզան է համարում, փողոցային հեղինակություն է համարում, թե ինչ է համարում այդ Դոն Պիպոն, հետայսու Դոն Պիպիչը, Պիպիչ բառից բուն իմաստով, սրիկա, այն որ չգիտես այդ մարդը ով է, զանգ է տալիս, դեռ մի քահանայի մասին եմ պատմում, հետո կպատմեմ, որ քահանաներին է զանգ տվել։ Զանգ է տալիս ուրեմն Ռոստով, Նովոչերկասկ քաղաք, քահանա Տեր Անանյա Բաբայանին, Դոն Պիպոն։ Եւ պահանջում է հետեւյալը, որ պետքա մենք ցույց կազմակերպենք։ Բնականաբար այս Տեր քահանա Անանյանը չի համաձայնվում, պատճառաբանելով, որ Պիպո օրինակի համար, ասենք, ծաղկազարդ մարդիկ գալիս են Աստծո օրհնություն ստանալու, ինչ ցույց կազմակերպելու, ասենք, ժամանակ է այդ, ժամանակահատված է այդ ժամանակահատված կամ ինչ օր եք ընտրել ցույց կազմակերպելու համար։ Այս չաթլախը ասում է չես կազմակերպում, կես ժամ հետո նույն քահանային զանգ են տալիս, ուրեմն Ռուսաստանի FSB-ից։ Թե եթե ասում են պետք է կազմակերպեք, դրանից անցնում է մի քանի ժամ, զանգ է տալիս մեծն եզրասը, պետք է կազմակերպեք։ Դուք պատկերացրեք, ինչ շղթայված է գնում այս ամեն ինչը։ Ես անկեղծ ասած երբեմն նեղ սրտում եմ, որ կան քահանաներ, որոնց որ ես անդրադարձել եմ ու իսկապես սրտիս վրա ցավ ա եղել, որովհետև այդ մարդիկ ստիպված են գնում այդ քայլին ու երբ ես տարբեր քահանաների հետ խոսում եմ, անուններ չեմ հնչեցնի, իրականում Տեր Անանյա քահանա Բաբայանին չեմ ճանաչում, ինձ պատմել են ՌԴ-ի ուրեմն սարկավակներից մեկը, թե ինչ է տեղի ունեցել, ես երբեմն նեղ սրտում եմ, որ ես քահանաների եմ անդրադարձել, որովհետև բազմաթիվ քահանաների հետ եմ կապի դուրս եկել ու այդ բազմաթիվ քահանաները բացառությամբ մի քանի չաթլախ ոռատուի, որ կտրիչի համար իրենց քամակը դեմ կտան ասֆալտին ու ով հասնի կդոմփի կանցնի առաջ, հա, մնացածը նորմալ մարդիկ են ու Աստծուն խնդրում եմ, որ կտրիչը սիկտիրը քաշի գնա։ Ինչ տեղի ունեցավ այսօր Ռուսաստանում մենք տեսանք։ Ես ապշած եմ Ռուսաստանի հայերի, ուրեմն անմարդկային վերաբերմունքից ՀՀ վարչապետի հանդեպ։ Այ օրուսպուներ, դուք Հայաստանի Հանրապետությունում եք ապրում։ Ձեզով է թույլ տվել իմ վարչապետի նկարը վառեք։ Այ չաթլախներ։ 35 տարի դաշնակները վառել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշը։ Ինչ որ բանի հասան դրոշ վառելով։ Հայաստանի Հանրապետությունը այդ ֆոնին տորթի նման կտրտելով գնաց անդունդ։ Այսօր մնացել է միթիկա Հայաստան։ Ու դուք ուզում եք այդ գլորեք անդունդը։ Կողեք ձեր բարեկամ ռուսի վառը, որ ինչա ձեր թալանը, հասցնեք վայելեք։ Ասեմ, չի լինելու այլևս չի լինելու։ Դուք երևի պատկերացում անգամ չունեք, որ Նիկոլ Փաշինյանը մենակ չի։ Մեզնից յուրաքանչյուրը Նիկոլ Փաշինյանը։ Ու ձեզ մեջտեղ կանենք։ Անենց դրսի հայերով կմիավորվենք, ձեր դաշնակցական թևը կջարդենք, չեք էլ պատկերացնի, այ չաթլախներ։
Պատկերացում անգամ դուք չունեք, մենք ինչ կանենք։ Ձեզ ով է դուք Հայաստանի Հանրապետությանը։ Մի բանով օգնած կաք, որ այսօր ձեզ իրավունք եք վերապահում, իմ վարչապետի նկարը վառում եք։ Ես ձեզ կվառեմ, ձեր ընտանիքներն է վառվելու հատիկ։ Ասում եմ, տարիներ շարունակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշն էիք վառում, դրանով հասակ ինչ-որ բանի։ Չէ ամենևին, այսօր իմ երկրի ղեկավարի, ուրեմն, նկարն եք վառում, դուք եք երկրին 10 դրամ, այ պոռնիկներ, հարկ վճարած կաք, իհարկե ոչ, ամբողջ Ադրբեջանի ժողովուրդը խորխի ձեր վրա, ինչքան ադրբեջանցի կա Ռուսաստանում ապրող, խորխի ձեր վրա, չթքի է խորխի ձեր վրա, ասեմ ինչի, որովհետև ձեզնից շատ բիզնեսմեն ադրբեջանցի կա Ռուսաստանում, ծեծ են կերել, ջարդ են կերել, ինչի միջով ասես անցել են, իրանց երկիրն ու պետականությունը չեն դավաճանել, դրա համար այսօր Ադրբեջանը գնալով մեծանում է, իսկ մենք դարձել ենք այսքան, որովհետև այդ այսքան երկրում գլխիս մազերից շատ դավաճան կա, չաթլախներ, ասում եմ, ադրբեջանցիները խորխեն ձեր վրա, այն հայերի վրա, ովքեր այսօր ցույց էին կազմակերպել Ռուսաստանում, ադրբեջանցիները խորխեն ձեր վրա, Ռուսաստանում աշխատում են, ամեն ամիս իրանց պետությանը հարկ են վճարում, որ իրանց պետությունը ավելի հզորանա, թքեմ ես ձեր նամուսին, գնացեք գետինը բացվի, մտեք մեջը ու դուրս մի եկեք, ու ձեզնից որևէ մեկը, թող փորձվի, գա այս վիդեոյի տակ, գրի Նատալի ինչ ես հայհոյում, Նատալի քեզ չի սազում, դրանց այլ կերպ հնարավոր չի, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը շինի ձեր կնիկներին, ովքեր այսօր Մոսկվայում, Ռուսաստանում ցույց էին անում վարչապետի դեմ, ամբողջ Հայաստանի Հանրապետության տղամարդիկ շինեն ձեր կնիկներին, լսեցիք ինձ, հավատացեք, կտրիչը գնալու է, եզրասը գնալու է, ընտրություններին Նիկոլ Փաշինյանը ջախջախիչ հաղթանակատ անելու, այսօր ճիշտ ասեց, 18 + 3, ձեզ հանձնելու է ժողովրդին, ու ես խոստանում եմ, ձեր ժողովուրդը պտի պատժի եռաբլուրում, զոհված տղերքի ոտերի տակ, պտի ձեզ մատաղ անեն ընդեղ, դուք իրավունք անգամ չունեք դատվելու, դուք պտի չդատվեք, պտի ժողովուրդը ձեր հախից գա, և վերջում անդրադառնամ են հիստերիկ մասային, որ գրում են, կարող է վարչապետը գնա Մոսկվա հետ չգա, մեկ էլ վայխի բռնեցին բաց թողեցին են 18 տարեկան տղուն, վայխի բռնեցին են մեկին բաց թողեցին, դրանք չաթլախներ են, բռնեցին բաց թողեցին, ինչ, դուք գաղափար անգամ չունեք, ինչքան խելացի է ձեր երկրի ղեկավարը, վաղը այդ բռնող բաց թողող դատավորը, նրանց հետ միասին դատվելու է, դրա մասին երբևիցե մտածել եք, չէ, նոլ, ու դա գրում են մարդիկ, ովքեր իշխանության կողմնակից են, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հոյակապ քաղաքականություն է, Հայաստանը բանտ է ձեզ համար, ոչ մեկ Հայաստանից դուրս գալու, ոչ մի նախկին ղեկավար, կտրիչից սկսած վերջացրած Ռոբերտ Քոչարյանցը եւ ինչ ունեն բացակայեն Հայաստանի Հանրապետությունից, Հայաստանը բանտ է իրենց համար, իմ ու ձեր նման քաղաքացիները այսօր ավելի շատ առավելություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, քան այդ չաթլախները, դրանք պետք է մնան ազատության մեջ եւ դրանց հարցերը պետք է լուծի ժողովուրդը, ջախջախից ընտրություններում, հաղթանակից հետո, ՌԴ-ի այսօրվա պահվածքի մասին, դեռևս այսքանը, սա շարունակական է լինելու, Հայաստանի Հանրապետության դեմ դրսում աշխատող ցանկացած պոռնիկ, ցանկացած չաթլախ պատասխան է տալու ու անվանական եմ դնելու, ովքեր են եղել այդ այսօրվա ցույցի մասնակիցները, հələ որ այսքանը